ապահովման անհրաժեշտության կարողանում են այդ սարքավորումը ձեռք բերել եւ հիդրոպոնիկ կեր արտադրել։ Պարոն Խոջյան, ամենայն հարգանքով ձեր թվարկածը ոչ թե առաջին, երկրորդ, երրորդն էլ, այլ երկրորդը, երրորդը եւ չորրորդն էր, որովհետեւ առաջինը գիտելիքն է, որովհետեւ հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանա, դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնաց, նախ այդ չգիտես, որ դա գիրք է, երկրորդ ձեռը չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպան ժամանակ սենց շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել, հանդիպան մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասեց իմ ընտանիքը բան ունի, այդ չեմ հիշի թիվը, 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը մենք հետո խոսակցության ընթացքում պարզվեց, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք մեր պապիկից եւ տատիկից, եւ հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվա ընտանիքը վերականգնվի։ Ես հարց տվեցի, ասացի, բա ինչի վերականգնվի, ինչ ա եղել այդ մեղվա ընտանիքը, որ տատիկից եւ պապիկից ժառանգել ենք։ Դե ասեց, չկա այդ մեղվա ընտանիք։ Այսինքն, որովհետեւ այդ մեղուն գիրք է, որը պետքա կարդաս։ Հիմա կարանք ասենք շատ լավ, տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ, բայց եթե այդ գիրքը կարդացված չէ, նույն պատմությունն է, որովհետև էլի անընդհատ ուզում եմ այս բանի մասին, որովհետև սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է, որովհետև հիմա շատ են նաև խոսում նրա մասին, որ մենք 2010